Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդները ժամանել են Վիետնամ շարունակելու քննարկումները կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ։ Սա կլինի Դոնալդ Թրամփի և Քիմ Չեն Ունի երկրորդ հանդիպումը։ Նախորդ անգամ նրանք հանդիպել էին Սինգապուրում և համաձայնագիր ստորագրել, որով Փենյանը պարտավորվել է միջուկային զինաթափում իրականացնել ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների։ Սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային փորձարկումները։ Սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախօրեին ժամանել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդումների Ասադը շնորհակալություն է հայտնել դաշնակից Իրանին ցուցաբերած աջակցության համար։ 2011 թվականի մարտից սիրիական պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրերից Թեհրանը շոշափելի աջակցություն է ցուցաբերել Դամասկոսին, ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմական։ Սիրիական հակամարտության ընթացքում սա Բաշար Ասադի երրորդ արտասահմանյան ուղևորությունն է, նախորդ երկուսը Ռուսաստան էր։ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանին տված իր խոստումներից S-400-ների հարցով, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն CNN Թուրքիա հետ զրույցում։ Չավուշօղլուն շեշտել է, որ գործն ավարտված է եւ իրենց չհետաքրքրում ինչ են խոսում մյուսները։ Միացյալ Նահանգներն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիային հրաժարվել այդ գործարքից եւ փոխարեն ամերիկյան արտադրության հակաօդային համակարգեր Պատրիոտներ գնել։ Ոչ պաշտոնական լուրերի համաձայն Անկարային մինչև փետրվարի 15-ը վերջնաժամկետ էին տվել։ Ռուս-թուրքական գործարքը, որի արժեքը կազմում է մոտ $2.5 միլիարդ, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում։ Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով Անկարան անարգանք է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքին։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում։ Միացյալ Նահանգների ամենահայտնի իսպանախոս լրագրող Խորխե Ռամոսը երկուշաբթի օրը ձերբակալվել է Կարակասում Վենեսուելայի նախագահի նստավայրում Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույցի ժամանակ։ Ըստ ամերիկյան աղբյուրների շուրջ 3 ժամ պահվելուց հետո Ռամոսն ու իր հեռուստատեսային խումբն ազատ են արձակվել։ Ռամոսն, ով Ամերիկայում ամենաբարձր վարկանիշն ունեցող Univision իսպանալեզու հեռուստաընկերության հաղորդավարն է, Կարակաս է ժամանել Մադուրոյի հետ հարցազրույց անելու նպատակով։ Ինչպես հեռախոսով փոխանցել է լրագրողը, հարցազրույցի մեկնարկից մոտ 17 րոպե անց Մադուրոյին սկսել են դուր չգալ հնչող հարցերը Վենեսուելայում ժողովրդավարության բացակայության, քաղբանտարկյալների, մարդասիրական ճգնաժամի մասին։ Պաշտոնական Կարակասը հերքում է այդ մեղադրանքները եւ հայտարարել, որ լրագրողը վիրավորել է նախագահ Մադուրոյին, նրան անվանելով մարդասպան եւ բռնապետ, ինչի պատճառով էլ հարցազրույցն ընդհատվել է։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հիերարխիայում քահանայապետից հետո երրորդ մարդը Վատիկանի գանձապետ ծնունդով ավստրալիացի կարդինալ Ջորջ Փելը հայրենիքում մեղավոր է ճանաչվել սեռական բնույթի հանցագործություններում, մասնավորապես մանկապղծության եւ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների հոդվածով, խոսքը շուրջ 4 դար առաջ տեղի ունեցածի մասին է։ Ըստ մեղադրական կողմի սեռական բնույթի հանցագործությունները Փելը կատարել է, երբ հոգևորական էր Բալարատ քաղաքում եւ ավելի ուշ, երբ դարձել է Մելբուրնի արքեպիսկոպոս։ 77-ամյա հոգևորականը հերքում է բոլոր այդ մեղադրանքները։